քաղցր թեյը, հացն ու ջեմը, վաֆլին եւ շատ այլ սննդատեսակներ հունվարի 1-ից պետք է մանկապարտեզների ճաշացանկում չլինեին, բայց իրավիճակն այլ է։ Մենյուում շարունակում է մնալ արգելված սնունդը, որը երեխաներն ուտում են օրվա ընթացքում։ Երևանի մանկապարտեզներից մեկի ծնողը չի ցանկանում ներկայանալ, բայց խնդիրը բարձրաձայնում է փաստերով։ Ճաշացանկում դեռ կա թեյը, ինչ որ կոֆեին է պարունակում ու դա պետք է կտրականապես ուղղակի դուրս գար։ Գիտեմ, որ որոշ քաղցր բաներ պետք է քչացնեին, բայց այսօրվա նախաճաշում կար ջեմ, ինչը որ բոլորս շատ լավ գիտենք, որ բավականին շատ մեծ շաքար է պարունակում, ու նաև հիմնական խնդիրը նրանում է, որ ետճաշիկը հիմնականում լինում է աբսուրդին հասնող բաներ, օրինակ լինում է, որ երեխաներին տալիս են վաֆլի, իսկ քնից հետո ուղղակի արթնանալ եւ ուտել վաֆլի դա շատ քիչ է։ Ծնողը խնդրի մասին խոսել է։ Մանկապարտեզում ասել են, որ նոր համակարգը ներդրվում է փուլ առ փուլ, բայց հրամանում փուլ առ փուլի մասին խոսք չկա։ Երևանի 22-րդ մսուր մանկապարտեզ դեկտեմբերի վերջին նախարարությունն ուղարկել է նախարարի հրամանով հաստատված նոր ճաշացանկը ամբողջ տարվա համար, բայց առաջին եւ երկրորդ տասնօրյակի արդեն հաստատված մենյուում մեղրը ընդեղենը չկան, սնունդն էլ չեն ստացել։ Շաբաթը մեկ անգամ ջեմ թույլատրելի է, նույնիսկ պատվեր ենք կատարել, որ ունենանք ջեմ։ Այնպես չի, որ ամբողջական է շաքարը հանվել, այնպես է, որ պահպանված է քիչ քանակությամբ։ Եթե նախարարության սահմանած մթերքը չունենան, կարող են փոխել օրվա ճաշացանկը, հաշվի առնելով սննդային արժեքը, կալորիաները։ 22-րդ մանկապարտեզի տնօրենը նշում է, պահեստում մնացել են վաֆլի, թխվածքաբլիթներ եւ խրթխրթաններ։ Սպասում են հրամանի, որպեսզի իմանան, թե ինչ անեն։ Վստահեցնում է, երեխաներին չեն տա։ Գիտեն, արգելված է։ Սննդամթերք, որոնք իրենցից ներկայացնում էին միայն շաքարի աղբյուր եւ ոչ մի ավել ոնց որ օգուտ չէին բերում երեխաներին, դրանք փաստորեն դուրս են գալիս ընդհանուր սննդակարգից։ Դա ջեմերն են, օրինակ խտացված կաթը, շաքարով խտացված կաթը, շաքարի այլ աղբյուրներ, որոնք որ եթե շաքար շատ է պարունակում կամ կարամելային կոնֆետները, ընդհանրապես շոկոլադը, երեխաներին գրգռող եւ քաղցրի ուղղակի աղբյուր հանդիսացող արտադրանքները դուրս են եկել ընդհանրապես այս սննդակարգից։ Նախարարությունում վստահ են, որ վաֆլին ու մնացած քաղցրը դուրս են մնացել սննդակարգից։ Ծնողներն այլ բան են հայտնում։ Էպիկենտրոնին են ուղարկել երեխայի օրվա ճաշացանկը։ Ահա ջեմը, որը երեխաների նախաճաշի բաղադրիչ էր հունվարի 7-ին, իսկ ամսի 9-ին երեխաները վաֆլի են ստացել ետճաշիկին։ Այս պահին տրամադրել են ոչ թե կոնկրետ նշված է, որ ջեմը չի կարելի օգտագործել, բայց եթե իրանք ջեմը օգտագործել են եւ այդ ջեմի օգտագործվածով փակել են ընդհանուր, չգիտեմ, մի շաբաթվա պահանջը երեխաների շաքարի, ապա մի շաբաթ նրանք ոչ մի բանի մեջ չեն կարողանա ավելացնել մի գրամ շաքար։ Ծնողները նաև անհանգստանում են, մեղրը, ընկույզը ալերգեն են եւ այսպես շատ սննդատեսակներ։ Նախարարությունից արձագանքում են։ Շատ երեխաներ կարող են տարբեր ալերգիաներ ունենալ։ Դա արդեն բուժաշխատողը պետք է իմանա, որպեսզի նույն կալորիականությամբ այլ սնունդ տան երեխային։ Նախարարության այս նոր ծրագրի մշակմանը մասնակցել է նաև Դավիթ Պիպոյանը։ Ասում է, սպասելի էր արդյունքը։ Պետք էր շուտ սկսել պատրաստվել փոփոխությանը, ոչ թե վերջին օրով։ Անգամ նախկին հրամանի բազմաթիվ դրույթներ, օրինակ, որ երեխաներին չի կարելի միայն ցորենի բարձր տեսակի ալուրից պատրաստվող հաց, բայց գրեթե մասսայական խախտում էր գրեթե բոլոր մանկապարտեզներում, կամ օրինակի համար ձուկը, որը որ գրեթե որևէ մանկապարտեզ երեխաներին չէր տալիս, կամ փոփոխությունները, որը որ հրամանին չէին հետևում, բանջարեղենի պահանջ, այսինքն այնպես չէ, որ նախկին կարգը վատն էր եւ եթե հետևեին նախկին կարգին, ուրեմն կունենային խնդիրներ, ոչ։ Այս տարի մանկապարտեզները լինելու են տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։ Վերահսկողության տակ են լինելու թե պետական, թե մասնավոր հաստատությունները։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։